Սիրելի գործընկերներ, հարգելի պատվիրակներ եւ հյուրեր, ձեզ եմ ներկայացնում Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության վերջին 3 տարիների կատարած աշխատանքների ամփոփ տարբերակը։ Այս ընթացքում կոնգրեսի վարչությունը ունեցել է 37 նիստ եւ հանրապետական խորհրդի 12 նիստ։ Բոլոր նիստերը մշտապես անցել են բաց, ակտիվ քննարկումների ռեժիմով, ժողովրդավարական քննարկումների կանոններին համապատասխան։ Նիստերում մշտապես քննարկվել է հանրապետությունում առկա քաղաքական իրավիճակը, ընդունվել համապատասխան որոշումներ եւ քաղաքական հայտարարություններ։ Վարչությունը մշտապես անդրադարձել է տարածքային կառույցների խնդիրներին, կոնգրեսի հանձնաժողովների աշխատանքներին, լսելով նրանց ծրագրերն ու հաշվետվությունները, քննարկել միջկուսակցական եւ միջազգային հարաբերությունների հարցեր, ինչպես նաեւ մեր գործունեությանը միջազգային կառույցներում։ ՀԱԿ-ի տարածքային կառույցների թիվը այս ընթացքում եղել է 38, որոնք մասնակցել են համապետական կամ տեղական միջոցառումներին, ընտրություններին, հանրաքվեներին եւ այլ տեղական միջոցառումներին։ Վերջին 1 ամսվա ընթացքում մեր կառույցներից 33-ը ընտրել են նոր խորհրդի կազմ եւ խորհրդի նախագահ, իսկ 5 կառույց խորհրդի նախագահ կամ նոր խորհրդի ընտրություններ կանցկացնեն մեր համագումարից հետո։ Նշածս բոլոր կառույցները միասին իրենց ժողովներում ընտրել են համագումարի 504 պատվիրակ։ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ երբեք չի հրաժարվել հրապարակային պայքարից եւ հանրային միջոցառումներից։ Մասնավորապես, մասնակցել ենք էլեկտրիկ Երևան շարժմանը, որը ուղղված էր հոսանքի թանկացմանը, 100 դրամի շարժմանը, որը ուղղված էր տրանսպորտի փոխադրավարձի թանկացման դեմ, կենսաթոշակային կൂട്ടակային պարտադիր բաղադրիչի դեմ շարժմանը, որի համար մեր բոլոր կառույցներում հավաքվել են մի քանի հազար ստորագրություններ։ Մասնակցել ենք համայնքների խոշորացման դեմ մեր կողմից կազմակերպված գործընթացին բոլոր այն համայնքներում, որտեղ կատարվել են խոշորացումներ։ Քարյակում, հետագայում Եռյակով ամբողջ հանրապետությունում միասին անց են կացրել երթեր, հանրահավաքներ եւ ժողովներ։ Այս ընթացքում վարչության կողմից թողարկվել եւ բոլոր մարզերում բաժանվել է կոնգրեսի շուրջ 20 թերթոն 100,000-ից ավելի տպաքանակով։ Ամեն տարի մարտի 1-ին եւ դեկտեմբերի 10-ին կազմակերպել ենք միջոցառումներ, ինչպես նաեւ Սարյանի պուրակում քաղաքական զբոսանքներ։ Մեր շարժման ամենածավալուն եւ ընդգրկուն միջոցառումը այս ժամանակահատվածում եղել է կոնգրեսի նախաձեռնած ոչի քարոզարշավը։ Ոչի հանրաքվեի քարոզարշավին մեր տարածքային կառույցների համախոհներ, ակտիվիստները, կուսակցության անդամները, որպես դիտորդներ, վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ մասնակցել են մոտավորապես թվով 5000 հոգի։ Մեր կուսակցությունը մշտապես ուշադրություն է դարձել նաեւ անդամավճարների հավաքագրմանը եւ դրա միջոցով է, որ լուծել է մեր կուսակցական խնդիրների եւ տարածքային կառույցների կարիքների որոշ մասը։ Այդ առումով շատ ակտիվ են եղել Արաբկիրը, Կենտրոնը, Աջափնյակը եւ այլ կառույցներ։ Անդամավճարների հավաքագրումը ոչ միայն եղել է ֆինանսական խնդիրների լուծման միջոց, այլ նաեւ կուսակցության անդամների կուսակցական խնդիրներին անմիջական մասնակից է դարձնելու հնարավորություն։ Այդ առումով շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ճիշտ են ընկալել մեր մոտեցումը։ Անցած 3 տարիների ընթացքում կոնգրեսի աշխատանքները եղել են Կոնգրեսի հանձնաժողովի աշխատանքները եղել են ամենաակտիվն ու արգասաբերը մեր ամբողջ կուսակցության պատմության ընթացքում ընդորում։ Կոնգրեսի վարչության կողմից ստեղծված 9 հանձնաժողովները, որոնցում ընդգրկված են եղել 130 կուսակցականներ եւ համակիրներ, եղել են աշխատանքային շատ արդյունավետ մարմիններ։ Այս հանձնաժողովները մշտապես օրենսդրական եւ խորհրդատվական աջակցություն են ցույց տվել կոնգրեսի ազգային ժողովի խմբակցությանը, ինչպես նաեւ խմբակցության միջոցով հանդես եկել խորհրդարանական տարբեր նախաձեռնություններով։ Մեր հանձնաժողովների միջոցով պատրաստվել են տեղեկանքներ, նախագծեր կոնգրեսի վարչության, խորհրդի որոշումների համար, կազմակերպվել եւ իրականացվել են լսումներ եւ դասընթացներ։ Հանձնաժողովի աշխատանքները անց են կացվել 1 շաբաթից մինչև 1 ամիս պարբերականությամբ։ Մեր հանձնաժողովները եղել են դեպքերի ու իրադարձությունների ամենաարագ օպերատիվ արձագանքող մարմինները։ Այս առումով անգնահատելի է Վահագն Խաչատրյանի կողմից ղեկավարվող տնտեսական հարցերի հանձնաժողովի գործունեությունը, որի կատարած բազմապրոֆիլ, բարձր մասնագիտական որակ ունեցող աշխատանքներով այս հանձնաժողովը մշտապես մասնագիտական լուրջ աջակցություն է ցուցաբերել մեր խմբակցության աշխատանքներին։ Այս խմբում աշխատել են Լևիկ Խաչատրյանը, Զոյա Թադևոսյանը, Վալոդիա Հովհաննիսյանը, Բագրատ Անդրասյանը, Վահագն Գրիգորյանը եւ այլ տնտեսագետներ։ Եվ այս հանձնաժողովը ամեն շաբաթ կայացրել է նիստեր եւ մշտապես հանդես եկել նորանոր նախաձեռնություններով։
Ամենածավալուն եւ դժվար աշխատանքներ իրականացրել է Ավետիս Ավագյանի կողմից ղեկավարվող տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովը, որը աշխարհագրական առումով ամենաանդգրկունն է եւ ամենօրյա աշխատանք է կատարել միշտ։ Այս հանձնաժողովի սյուներից է նաեւ մեր կողմից շատ հարգված Վահագն Հայությանը։ Արդյունավետ են աշխատել մեր հանձնաժողովներից նաև կրթության և մշակույթի հանձնաժողով Արշակ Բանուչյանի գլխավորությամբ, հանձնաժողովի անդամներ Սամվել Կարապետյան, Տիգրան Բաղդասարյան, Հովհաննես Մարգարյան, Վիկտոր Միրումյան եւ այլոք։ Հանձնաժողովը ներկայացրել է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, նյութեր, տեղեկանքներ ազգային ժողովի մեր խմբակցության համար։ Կարևոր ակտիվ աշխատանք են կատարել արտաքին գործերի հանձնաժողովը Վլադիմիր Կարապետյանի գլխավորությամբ, Արման Մուսինյանի տեղեկատվական եւ վերլուծական հանձնաժողովը, Արեգ Գևորգյանի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովը, Սարգիս Թամազյանի քաղաքացիական խմբերի համակարգող հանձնաժողովը, Վահան Վարդապետյանի առողջապահության հանձնաժողովը, Գագիկ Ջանգիրյանի գլխավորությամբ իրավական հարցերի հանձնաժողովը աշխատել է ամենօրյա ռեժիմով ընտրական գործընթացներում դրանց բողոքարկման ժամանակ, ինչպես նաև ազգային ժողովի օրենսդիր գործունեության ընթացքում։ Նշածս հանձնաժողովի նախագահները ամեն երկշաբթի վարչությունում քննարկել են անցնող շաբաթվա աշխատանքներ եւ պլանավորել հաջորդ շաբաթները։ Միջազգային կապերի առումով մեր կուսակցությունը Հայաստանի Հանրապետության միակ քաղաքական ուժն է, որը հանդիսանում է եվրոպական կուսակցությունների լիիրավ անդամ։ 2010 թվականից մենք Եվրոպայի ազատական կուսակցությունների արդեն 60 հոգյանոց ընտանիքի լիիրավ անդամ ենք, մասնակցում ենք այդ կառույցի բոլոր աշխատանքներին։ Մեր պատվիրակությունը մշտապես մասնակցել է ԱԼԴԵ-ի համագումարներին եւ խորհրդի նիստերին, անցկացրել այդ ժողովներում հայտարարություններ, որոշումներ։ ԱԼԴԵ-ի աջակցությամբ մենք ունեցել ենք տասնյակ սեմինարներ հարյուրավոր երիտասարդների համար, տպագրել ենք 1500 օրինակ ազատականության ուղեցույց դասագիրքը, որը ազատականության մասին առաջին դասագիրքն է ընդհանրապես հայերեն լեզվով։ Վիկիպեդիայում կրկին առաջին անգամ բացվել է ազատականության մասին ծավալուն հոդվածներ էջեր հայերեն լեզվով։ Մինչ այս համակարգված Վիկիպեդիան հայերեն չի ունեցել ազատականության մասին էջեր։ Այս կառույցի շնորհիվ մենք գործնական հարաբերություններ ենք ստեղծել հոլանդական, գերմանական, շվեդական, էստոնական եւ այլ երկրների ազատական կուսակցությունների հետ, անցկացրել համատեղ միջոցառումներ, ունեցել այցելություններ։ Դրանցից վերջինը նիդերլանդական իշխող VVD ազատական կուսակցության աջակցությամբ կոնգրեսի նախընտրական ռազմավարության վերաբերյալ երրորդյա քննարկումներն էին Դիլիջանում։ Մյուսը մեր երկարամյա գործընկեր FNF ազատության համար գերմանական հիմնադրամն է։ Այս հիմնադրամի շնորհիվ 3 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպվել են 30 սեմինարներ, որոնց մասնակցել են 1000-ից ավելի երիտասարդներ։ Հիմնադրամի միջոցով արտերկրում միջոցառումների եւ դասընթացների են մասնակցել մեր երիտասարդական կառույցներից 30 հոգի։ Այդ գործողումները, դասընթացները, սեմինարները, համագումարները, հանդիպումները եղել են շուրջ 17 երկրներում։ Այդ ընթացքում նաև ունեցել ենք գերմանական Գումերզբախ ազատական ակադեմիայի մեր երիտասարդներից 10 հոգի մասնակցել են գերմանական Գումերզբախի ազատական ակադեմիայի դասընթացներին, ինչպես նաև ունեցել ենք դասընթացներ, որոնք պրակտիկայի ձևով անց են կացվել Բունդեստագում։ Հիմնադրամի օգնությամբ տպագրվել են ազատականության եւ ազատության մասին տարբեր բազմատիրաժ գրքեր։ Հիմնադրամի հաջողված գործընթացներից է եղել նաև Պոտսդամի պրոցես կոչվող գործընթացը, որին մասնակցել են Հարավային Կովկասի ազատական կուսակցությունների ներկայացուցիչները։ Այս ֆորմատով մենք փորձել ենք նպաստել տարածաշրջանի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը, ինչպես նաև նպաստել Հարավային Կովկասի երկրների ազատական կուսակցությունների մերձեցմանն ու քննարկումներին, որոնք ընդհանուր են բոլոր նշածս կուսակցությունների համար։ Համագումարին զեկուցում եմ, որ մեր երիտասարդական կառույցը լիիրավ անդամ են նաև LAIMEC, Եվրոպական լիբերալների երիտասարդական կուսակցություն, ինչպես նաև IFLRI, երիտասարդական լիբերալ ինտերնացիոնալ միջազգային կառույցներին, եւ այս դեպքում էլ մենք միակն ենք, որ մասնակցում ենք Հայաստանից միջազգային այսպիսի կառույցներին։ Այս կառույցներին մեր անդամակցությունը ոչ միայն այս կառույցների անդամակցությունից մենք ոչ միայն շահել ենք, ծրագրեր ենք իրականացնել, այդ կառույցներն էլ նաև խոստովանում են, որ իրենք էլ մեզնից որոշակի բաներ են սովորել։ Օրինակ, Հոլանդիայի մեր գործընկերները պատմում էին, որ մեր երիտասարդական կառույցի
ոչի քարոզի տեսահոլովակները իրենք որպես ուսուցողական նյութ օգտագործում են եվրոպական տարբեր երկրներում, մասնավորապես Հոլանդիայում, Մակեդոնիայում եւ այլուր, ի ցույց դնելու, թե ինչպես կարելի է կազմակերպել քարոզարշավը այդ երկրներում։ Երկար տարիների փորձ ունի նաև մեր համատեղ աշխատանքը NDI-ի, Միացյալ Նահանգների ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ։ Նրանց դասընթացներին մասնակցել են մեր կուսակցության կին եւ երիտասարդ առաջնորդները։ Սեմինարները վերաբերել են հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև նախընտրական գործընթացներին, քարոզարշավի կազմակերպման եւ այլն։ Կոնգրեսի կազմակերպած վերջին երկու միջոցառումները խոշոր միջոցառումները վերաբերում էին Հայաստանի տնտեսության զարգացման ազատական մոտեցումներին եւ Ղարաբաղի կարգավորման շուրջ քննարկումներին։ Տնտեսական ֆորումը կազմակերպվել էր քաղաքացիական պլատֆորմ հասարակական կազմակերպության հետ միասին Նաումանի հիմնադրամի աջակցությամբ, որին մասնակցեցին Եվրոմիության դեսպանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ տնտեսագետներ։ Տնտեսական ֆորումի երկրորդ ավելի մեծ փուլը տեղի կունենա ընտրություններից առաջ փետրվար ամսին։ Օրերս կոնգրեսի կազմակերպած հաջորդ միջոցառումը նվիրված էր Ղարաբաղի հակամարտությանը եւ անջատում հանուն փրկության սկզբունքին, որը ներկայացրեց ֆրանսիացի միջազգային իրավունքի մասնագետ Ռաֆիկ Գալֆայանը։ Ես ուզում եմ հաշվետվության մեջ անպայման նշել իլուր կայքի աշխատակիցների դժվար, բայց արդյունավետ աշխատանքը եւ կարծում եմ, որ այս համագումարից հետո իլուրի աշխատանքային պայմանները կլինեն ավելի բարվոք։ Միաժամանակ արդից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր օբյեկտիվ, անկաշառ կերպով աջակցել եւ լուսաբանել են մեր կուսակցության վերաբերող բոլոր աշխատանքները, միջոցառումներն ու նախաձեռնությունները։ Թարմացվել է նաեւ մեր կուսակցական, պաշտոնական ANC-AM կայքը, որտեղ ամենօրյա ռեժիմով դրվում են կուսակցական կյանքին առնչվող բոլոր որոշումները, խմբակցության կատարած աշխատանքները եւ անհրաժեշտ այլ տեղեկատվություն, միաժամանակ տեղեկացնում են, որ կայքում արխիվացվել են Հայոց համազգային շարժման, առաջին նախագահի եւ 2008 թվականի շարժման նյութերը։ Անպայման ուզում եմ համագումարում հնչեն մեր կուսակցության այն լիդերների անունները, որոնք հաճախ դժվար պայմաններում, բայց մշտապես իրենց կառույցները պահել են լավ մարզավիճակում։ Նրանք են, ու ես չգիտեմ, սկզբից ծափարենք, թե վերջում։ Նրանք են Հարություն Ուռուցյան, Աշոտ Մանուկյան, Արամ Բարեգամյան, Լիդ Ամելիքյան, Գրիգոր Ոսկերչյան, Շալիկո Զորյան, Սեթրակ Հովանեսյան, Գագիկ Վարադյան, Մուրադ Գրիգորյան, Գագիկ Գևորգ Գևորգյան եւ մեր բոլոր տարածքային կառույցների ղեկավարներ։ Եկեք բոլորին մեր ծափերով մեր շնորհակալություն ասենք։ Իհարկե, ում անունները չնշվեց, դա չի նշանակում, որ նրանք արժանի չեն այդ ծափարություններին։ Հատուկ վերաբերմունք եմ ձեզնից խնդրում մեր ամենաշատ աշխատող եւ ամենաանցուցադիր վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրամյանի համար։ Ես կարծում եմ, մեր համագումարում պարտադիր պետք է հնչի կուսակցության վարչության անդամ 15 տարի արդեն տարագրության մեջ գտնվող մեր սիրելի գործընկեր Վանո Սիրադեղյանի անունը։ Ես կարծում եմ, որ մեր ուղիղ եթերը նաև հասանելի է, հասու է Վանո Սիրադեղյանին եւ ինքը հետևում է մեր աշխատանքներին։ Տեղյակ եմ պահում համագումարին, որ դալիճում են մեր հետ են մարտի 1-ի զոհերի եւ բանակում զոհված զինվորների հարազատները։ Ուզում եմ մեր շնորհակալությունը եւ զորակցությունը հայտնել նրանց։ Եվ շնորհակալություն նաև մեր գործընկեր, քաղաքական գործընկեր Հայաստանի ժողովրդական կուսակցությանը, նրա ղեկավար Ստեփան Դեմիրճյանին, համագումարի աշխատանքներին մասնակցելու եւ մեր համատեղ երկարատև արդյունավետ գործունեության համար եւ վստահություն հայտնում, որ մեր համագործակցությունը կշարունակվի դեռևս երկար տարիներ եւ կտա բարի բերք։ Ամփոփելով մեր կուսակցությունը իր ամբողջ ներուժով մշտապես պատրաստ է եղել եւ հիմա էլ պատրաստ է
երկրում վերականգնել սահմանադրական կարգը եւ իր վրա վերցնել Հայաստանի կառավարման եւ հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ համատեղ, արդյունավետ, հետևողական աշխատանքի համար։ Մաղթում եմ բոլորիս ստեղծագործ աշխատանք հանուն մեր երազած հաղթանակների։ Շնորհակալություն։